պրոբլեմային է, թե մենք ինչքանով ենք կարողանում անձի ֆունկցիոնալությունը օբյեկտիվ գնահատենք։ Եթե անձի ֆունկցիոնալությունը մենք կարողանում ենք օբյեկտիվ գնահատենք, օբյեկտիվ համակարգ ունենք, ընդհանրապես տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չի, որովհետև մարդ այդ ֆունկցիոնալությունը կարա կորցնի 57 տարեկանում, 38, 43, 65, 67, չեմ ուզում ավելի բարձր տարիք ասեմ։ Եվ այստեղ էլ է, մենք ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով, մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, եւ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տենց նախագիծ ենք քննարկում, որ եթե թոշակառուները, այսինքն մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է առնենք, եթե ճկուն չլինենք, անընդհատ գալիս ենք նույն բաների մեջ։ Այստեղ իմ հարցը էլի, տեսեք, հիմա ես մտածում եմ, բայց ես համարձակությունից չի հերիքում, ասեմ, եկեք վերջ տենց անենք, որովհետեւ ես էլի հարց եմ, մենք անձի ֆունկցիոնալությունը կարողանալու ենք օբյեկտիվ գնահատենք եւ արդյոք չի ստացվելու, որ էդ էլ է պրոբլեմ, որ մենք պոտենցիալ ունեցող թոշակ տարիքով ֆունկցիոնալություն ունեցող մարդուն չգնահատենք, չներգրավենք, բայց ուրիշ ռիսկ էլ կա, որ ֆունկցիոնալություն չունեցող մարդուն անընդհատ պահենք եւ դրա արդյունքում մեր ծառայությունների մեջ ճեղքեր առաջանան։ Այսինքն համենա ու ես առաջարկում եմ մենք այս թեմայի մասին էլի երկար մտածենք, հասկանանք, բայց իրոք դա ըտեղից բխում է։